Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղում Սերգեյ Հովսեփյանը ընտանիքով արդեն 12-րդ գարունն է ապրում։ Ես Երևանից եմ, տուն ունեմ, տեղ ունեմ, դա ամեն ինչ ունեմ։ Ամեն ինչ թողել ես եկել ես։ Հա, թողել եմ, եկել եմ, հիմա էլ կա, բայց ցանկություն չունեմ հետ վերադառնալ։ Ինչը ստիպեց նախկին Երևանաբնակին հրաժարվել հեշտ թվացող ապրելաձևից ու մտնել գյուղական հոգսառատ կյանք, այն էլ դեռ նոր ձևավորվող համայնքում։ Բնությունը, հետո այս հողի համար մեր ողջիները զոհվել են, ագին մարդ կորցրեցինք այս պատերազմի ժամանակ։ Այս հողերը վերջ-վերջում մեկը պետք է տիրություն անի, պահի։ Ցանկություն կար գալ, դատագրված հողերում արմատներ գցել ու ապրել։ Եվ ցանկությունը ի կատար ածեց 2001 թվականին, խոստովանում է, սկզբնական շրջանում դժվարությամբ էր հաղթահարում առաջացած խոչընդոտները։ Պարզ է, քաղաքում ծնված ու ապրած յուրաքանչյուր ոք դժվար թե հեշտությամբ հարմարվի գյուղական կյանքին, սակայն Սերգեյ Հովսեփյանի ընտանիքի համար դժվարություններն արդեն անցյալում են։ Հողի վրա մենք զգում ենք մեզ շատ լավ։ Այստեղ աշխատող մարդու տեղ է։ Իսկ գաս, աշխատես ու ապրես։ Սերգեյ Հովսեփյանը 5 զավակ ու 7 թոռ ունի։ Այսօր Հակարիում ապրում է կրտսեր որդու հետ, նոր է ամուսնացրել փոքր զավակին, ինչպես հայրը, այնպես էլ որդին, Արթուրը, իր կյանքն ու ապագան տեսնում է այս ձորակում։ Ես 11 տարեկանում եմ եկել այստեղ եւ ուզում եմ, սիրում եմ այս հողը, այս գյուղը, ես շատ եմ սիրում, կապնվել եմ այս գյուղի հետ, հիմա որ գնում Երևան չեմ կարողանում դեմ մնալ։ Սիրում եմ մեր հայաթը, մեր արած գործն է սա, այստեղ ինչ տենում եք, սա մենք ենք արել, հարազատ է դառնում մեր համար արդեն։ Հայրը որդի ժամանակին անասնաբուծությամբ էին զբաղվում, մոտ 200 գլուխ մանր եղջերավոր ունեին, հիվանդությունների պատճառով սակայն ստիպված էին անասնաբուծությունը փոխարինել թռչնաբուծությամբ։ Հավով, հնդուշկով, գազ, բատ, ամեն ինչ, թռչուն։ Եվ դա դեռ ամենը չէ։ Դրան զուգահեռ արդեն մի քանի տարի է այգել է մշակում։ Սերգեյ Հովսեփյանը խոստովանում է, հողագործության մեջ առաջընթաց չեր ունենա, եթե չլիներ որդու ձեռք հասցնելը։ Մշակում ենք ամեն ինչ։ Հիմա արդեն կարտոֆիլը ցանել ենք, հեսա պետք է արդեն սոխը ցանենք, ծառ ենք մշակում։ Դեղց, ծիրան, գիլաս, թուզ, ամեն ինչ։ Նուր։ Մոտ մեր հայտում կլինի երևի 200-300 տնկի արդեն։ Մոտ 2 տարեկան շարունակում ենք էլի տնկել, բայց ամեն տարի, ամեն գարուն աշուն փորձում ենք էլի ավելացնել տնկիների քանակը, որ հետագայում արդեն եկամուտի քանակն ավելի մեծ լինի։ Այսօր Սերգեյ Հովսեփյանին հուզող միակ խնդիրը, որը իզորու չէ լուծել, դա միակ թերությունը, որ կրիշը փոխելու է։ Կրիշի համար մեծ ծախսեր են պետք, հիմա այդ հնարավորությունը մենք չունենք։ Մենք չենք սպասում անպայման պետության աջակցությունը, բայց ցանկանում ենք, որ պետությունը մեզ օգներ, որ մենք կարողանայինք տղա եմ մեծացրել, ամուսնացրել եմ, վաղը միսօր թորնիկներ, ծախսերի հետ շատ կապնված կա։ Եթե այդ ծախսերը մենք անենք, դժվար է լինել հետո ապրելը։ Ես իմ ընտանիքում առաջի կարգի հաշվանդամ ունեմ։ Որքան լսել եմ, իրանց առաջնահերթ է։ Իսկ որ առաջիկայում շրջանի բնակիչներին տրամադրվելիք շինանյութի նոր խմբականակից կօգտվեն նաև Հովսեփյանների ընտանիքը, վստահեցրին շրջվարչակազմի ղեկավարությունում։ Գենադի Երեմյան, Բենիկ Ղարախանյան, օր։